Ժողովուրդ օրաթերթը գրում է, վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում մահացել է 27 մարդ։ Առնուրեյեմը արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկից պաշտոնապես տեղեկացավ, որ 10 ինքնասպանության դեպքեր են, իսկ 17 կալանավոր մահացել է առողջական խնդիրների հետևանքով, այնպիսի հիվանդություններով, որոնք բազմաթիվ դեպքերում ակնհայտորեն անհամատեղելի են եղել կալանքի պայմաններում պահվելու հետ։ Այս թվերը պարզապես վիճակագրություն չեն, դրանք 27 մարդկային ճակատագրեր են եւ 27 հարցեր պետությանը, որոնց պատասխանները մինչ օրս չեն տրվել։ Առավել մտահոգիչն այն է, որ այդ հիվանդությունների մասին տեղյակ են եղել թե կալանքը կիրառած դատավորները, թե քրեակատարողական հիմնարկների բուժանձնակազմը։ Ավելին, բանտում մահացածների շատերը նույնիսկ դատապարտված չեն եղել, նրանք գտնվել են նախնական կալանքի տակ, երբ դեռ անմեղության կանխավարկածը գործում է, սակայն այդ իրավունքը նրանց չի փրկել մահից։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, հերթական անակնկալը կապված է Արարատ ցեմենտ գործարանի ժամանակավոր կառավարման հետ։ Մինչ այս իշխանական շրջանակներում գրեթե որոշված էր համարվում, որ գործարանի ժամանակավոր կառավարիչ կնշանակվի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։ Ըստ նույն աղբյուրների նա արդեն պատրաստվում էր նոր պաշտոնին հավաքել էր իրերը նախարարությունում եւ սպասում էր տեղափոխմանը։ Սակայն կառավարության երեկվա նիստից հետո իրավիճակը կտրուկ փոխվել է։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը նիստից հետո էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին հայտնել է, որ Արարատ ցեմենտի ժամանակավոր կառավարիչը լինելու է ոչ թե փոխնախարար Զաքարյանը, այլ վարչապետի օգնական Արագածոտնի նախկին մարզպետ Դավիթ Գևորգյանը։ Այս որոշումն անակնկալի է բերել թե նախարարության աշխատակիցներին, թե գործարանի հետ կապված գործընթացներում ներգրաված պաշտոնյաներին։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, Ժողովուրդ օրաթերթին տեսանյութ է փոխանցվել, որտեղ երևում է, թե ինչպես են Գլինկամոլի սեփականատեր համարվող եղբայրները տեղաշարժվում Թիկնազորի ուղեկցությամբ։ Մեզ փոխանցված տեղեկությունների համաձայն նրանք գրեթե ամեն օր այցելում են Սարյան փողոցի սրճարաններից մեկը, սովորաբար եղբայրները նստում են իրենց հյուրերի կամ ընկերուհիների հետ, իսկ նրանց ուղեկցող թիկնապահները առանձին սեղանի շուրջ մշտապես վերահսկելով իրավիճակը, հաճախ իրենց երկթանկարժեք ավտոմեքենաները կանգնեցնում են երկրորդ գծում։ Այս տեսանյութը հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունից հետո հնչեցրած հայտարարությունները, երբ նա պնդում էր, որ Հայաստանում այլևս չպետք է լինեն գործարարներ կամ օլիգարխներ, որոնք շրջում են Թիկնազորի ուղեկցությամբ։ Այս հայտարարությունը մնացել է օդում եւ մինչ այս վերաբերել է միայն ընդդիմության ներկայացուցիչների Թիկնազորին գետնին պառկեցնելուն։ Ինքը Փաշինյանն էլ դժգոհ է ուժայինների աշխատանքից։